Բարև իդե։ Բարև ձեզ, Իրինե ջան, ո՞նց է Դավիթ։ Բարև ձեզ, մեր շատ սիրելի հետևորդներ ջան։ Նկարահանումները շարունակում եմ, իմ անակնկալ նվերը, որ բացում էի, դրանից անմիջապես մի քիչ հետո հովուլը արթնացավ, մինչև այդ ես հասցրեցի իմ համար հանգիստ մեկ բաժակ սուրճ վայելեցի առանց ձեզ։ Այսպես ուրեմն հովուլն արթնացել է, պատրաստվել է, որ մամայի հետ խոհանոցում պատրաստենք մեղրով թխվածքաբլիթներ, պեչենիները այդպես են հենց կոչվում, մեղրով, պեչենիներ կամ թխվածքաբլիթներ, տարբերություն չկա հայերեն տարբերակով, ուրեմն այսպես, հիմա խոհանոցում ես ու հովուլս ենք, Սոնաս նկարչություն է անում հյուրասենյակում ու ես ու իմ տղաներ պատրաստենք ձեր համար համով պեչիկներ, հեշտ բաղադրատոմսով, հեշտ պատրաստվող, որոշեցինք կիսվենք ձեզ հետ, ինչի չէ, քաղցր էին ուզում, այս անգամ խանութից ոչինչ չգնեցի, հատուկ չգնեցի քաղցր, որ պատրաստեմ տնականը, թող ուտեն տնականը ավելի լավ է, քան խանութից գնվածը, ես հասկանում եմ ամեն ինչ էլ, բայց այն որ երեխա են պայտակ ուզում են, ինձ են ասում, հայրիկին են ասում, արդեն չեն կարողանում չգնել ու անընդհատ պահանջ են ունենում քաղցրի, իրանք շատ են ուտում, Սոնան էլ հովուլն էլ, ես կուզեի իրենք չուտեն, բայց հիմա ինչ անեմ, անընդհատ ուզում են, անընդհատ ուտում են, ժամանակս որ հերիքում է պատրաստում եմ տնական, որ չէ, այսպես պետք է իրանց ուզածները բերես, իրանք ձյունը որ գա երևա, հա, ես հավաքել եմ իմ մազերը, ձյուն էր գալիս, դե նկարահանման առաջին նկարահանման օրը, առավոտյան, ձյուն էր ուժեղ գալիս, ցույց եմ տվել ձեզ, հիմա չի գալիս, կտրվել է արևս, եկեք պատրաստենք մեր բաղադրիչները և միայն անքով օգնելու ես մամային, հա, պատրաստենք պեչիկներ, հա սիրտս, եկեք դե հիմա ցույց կտամ բաղադրիչները ու կանցնենք արագ պատրաստելուն, իմ օգնականը հովուլն է, Սոնան էլ թող զբաղվի իր նկարչությունով, դե ինչ, առայժմ, սիրելիներս, պատրաստեցինք այստեղ ես ու հովուլս մեր բաղադրիչները, այստեղ հեսա արագ սա իմ տետրն է, բաղադրատոմսի, ուրեմն ներկայացնեմ բաղադրիչները, մեզ անհրաժեշտ է 3 հատ ձու, ձուն նախապես լվացրել եմ, մի հատը ինչի համար է դեղնուցը, որ վրան քսենք, մեզ անհրաժեշտ է 3 հատ ձու, 200 գրամ շաքարավազ, 100 միլիլիտր ձեթ, սա ինչ է հովուլ, 3 ճաշի կտալ մեղր, ուրեմն 1 թեյի գտալ վանիլին, 1 թեյի գտալ սոդա, 1 ճաշի գտալ քացախ, այո և 600-650 գրամ նախապես, չէ կամպոտը դրա համար չի արևս, ալյուր մաղել ենք ես ու հովուլը, կամպոտը ուղղակի դրած էր սեղանի, թող մնա, ոչինչ, թող երևա արևս, ուրեմն հիմա սենց ասեմ, պատրաստել ենք մեր ամանները, մեզ ինչ որ անհրաժեշտ է, սա դեղնության առանձնացնելու համար է, մնացածը հեսա արագ ես ու հովուլս միասին կպատրաստենք, եկեք մեր տետրը դնենք հեռու, չէ հով ջան, հելը ուղիղ նստի, աթորդ մի պուճուրես կոմ բերեմ, որ կարողանաս ձուն մամայի հետ կոտրես, լույս է ընգնում, լույս չի ընգնում տղես, չէ, այսպես ուրեմն, եկեք կոտրենք ձուն, այլ, կարաս կոտրես բայց, երիքա, հիմա բացի, մաման կբացի, դու մի հատ անձավոցիկ վերցրու, ձերքդ մաքրի, հիմա ես մյուսը կոտրի, հա, ես անեմ, դե բեր թատիքն հետ մաքրեմ, խոնավացի, ես կտեմ դու կհարես, հա տղես, Արատ խառնեմ, այո, դու արատ խառնես, մաման կոտրի 3 ձուն, չէ արևս, չի դեպում, արդվում է, երևում է, հով, մի հատ ուշադրություն դարձնենք, որ նկարվի, հանկարծ այնպես չլինի, արի լցնենք 200 գրամ շաքարավազը ավելացրու շաքարավազը միասին կհարես,
Ամբողջը լցրի այստեղ։ Իմ հոգնականը ապրի իմ տեղեն։ Չէ, հիմա մաման մի հատ սպասի, տալիս եմ, դե արա, կամաց հարի։ Եկեք մի ձուն էլ ես դեղնուցից առանձնացնեմ, որ վրան կսեմ։ Ջան, կասի կյանքս մի հատ, աման բերեք, դու հարի, ես հիմա գալիս եմ։ Հիմա չէ արևս, դու եկի պետք է լավ հարես, գիտես։ Այո։ Հարում ես։ Հա։ Հելա տեսնեմ իմ տեղը, հա, լավ հարի։ Էտա ճազդը ես քարնեմ։ Չէ, էտի դրա մեջ չենք խառնում իմ տեղը։ Այո, սա դրա մեջ չենք խառնում, սա պետք է վրայի համար, ահա, վերջ։ Էտի պետք չի, հով, էտի պետք չենի վրա ենք անելու։ Հա։ Տուր մաման անի, օգնի քեզ, տա քեզ, որ ծանր չլինի։ Արևս տուր, ապրի իմ տնը։ Ես եմ մաման մի հատ լավ հարի, հետո կտա քեզ։ Սպասի կյանքս, հարիս։ Դու հարի ես ձեթը լցնեմ, թե դու ես ուզում լցնես, դու լցրու։ Լցնում ենք 100 միլի ձեթը, լավ այսպես, արը թող, ահա, շատ լավ է, սա այսպես, խարնի, ուրեմն սրա մեջ ես կլցնեմ կացախը, հետո սոդան կավելացնեմ մեջը, ու կլցնեմ, հիմա չենք անում, դու հելա էտի մի հատ լավ հարի, լցնում եմ 1 ճաշի գտար կացախ, Ես եմ ուզում ան։ վերջ, հաջա, չէ, հիմա չէ արևս, ինձ մոտ խնձորի 6%-անոց կացախա, սա հեռացնեմ այստեղից, Այո։ Հողուլ է պուճուրա, հիմա ես կողքը կանգնած էի, բայց ամեն դեպքում ես հեռացնում եմ այդպիսի բաները, վերև եմ դնում, երեխա է հիմա ապահովության համար։ Ով ջան, ինձ խավար է մեր կամերան ցույց տալիս։ Արի մի պուճուրա այսպես բարձրացնենք տղես։ Մի քիչ էլ։ Չգիտենք ինչու, լույսերից է, ինչից է։ Սա այսպես տուր արևս, մամային, մի րոպե, ձեթը ավելացրեցինք, հիմա ավելացնում ենք 3, մի հատ մաման խառնի տեղ։ Ես անում եմ, ու ես։ Մա ես անում եմ, հա, մա ես։ Հիմա ավելացնում ենք մեղրը։ Ես անում եմ, Հիմա արա ավելացնում ես անում։ Ինքը հալված չի, բայց 3 ճաշիկ թալա։ Արա։ Այս մեղրը մայրիկս էր ինձ տվել, ճիշտն ասած ինքը գնել էր, բայց ոնց հասկացա բանի մաքուր մեղրի տեղ էին վաճառել։ Ոչինչ։ Մաքուր մեղրի տեղ էին վաճառել, բայց մաքուր մեղր չէր։ Այդ իսկ պատճառով ցանկ այս իմ համար էր գնել խմորեղենների, ինքը էլի օգտագործվում է, վատ չի, բայց պարտադիր նաև այս ոչ մաքուր մեղրների հետ քացախը ինձ թվում է հենց դրա համար է, մեղրով տորթի մեջ էլ եմ ես այդպես անում, որ եթե մեղրը մաքուր չի լինում, որ ճիշտ լինի խմորեղենի այդ բանը, հանկարծ սխալ չգնա, մեղրի բալանսի է, էլի, այսպես ասեմ բերում։ Մեղրը արեցին, կտաս տղես։ Ինքը, ես հիմա այսենց անում, ինքը արագար քալվելու է։ Մի րոպե փող ջան, մաման հեսա կտա։ Նա ես անում։ Անես քեզ։ Հիմա ավելացնում ենք վանիլինը։ Վայնը, արա ես անում։ Վայն։ Խառնի, կամաց։
Իսկ այստեղ հեսա կավելացնեմ քացախի մեջ 1 թեյք թալ սոդա, 1 Պուրերը, ու կավելացնեմ այստեղ Կարնի տղես Ենքան շատ եմ սիրում ես իմ ովքեր որ գիտեն, իմ Ամերիկայից ստացած նվերներն են, գրեթե այստեղ բոլոր բաղադրիչների համար պատրաստել եմ, բոլորը շատ սիրում են, շատ ապրի ուղարկողի արևը, կյանքը առողջ չլնի իմ Աննափուրիկը, մեսպես։ Ինչը որ մեզ պետք չի հեռացնենք, չէ՞ այստեղից հովս, արդեն սա էլ մեզ պետք չի դեղնուցնենք թողում և այլուրը, իսկ սա ինչ-որ միտեղ կօգտագործենք։ Ինչ եղա։ Հելը տեսնեմ կյանքս։ Մի հատ մաման խառնի, ցույց տա մեր հետևորդներին, զանգվածը։ Չէ, կյանքս էսի մեջ չեմ լսնում։ Այնի, հոբջա։ Նայեք տվածա 600-ից 650 գրամ այլուր, բայց էլի եմ ասում, այլուրը կլցնեք աչկա չափով, խմորը ստացվելու է ձեռքերին չկպչող փափուկ խմոր, որ ինքը մենք այդպես գունդ անենք ու հենց այդպես ձևավորենք ու դնենք բանի մեջ, տապակի մեջ։ Նախապես տաքացնում ենք ջեռոցը 200 աստիճան, 15 րոպե շուտ ու թխում ենք։ Բեր արևս, սկսենք լցնել այլուրը։ Ես եմ ուզում լցնեմ։ Այց, լցրա դե, մամայի հետ լցրա։ Ես խառնեմ արորը։ Արի մի պուճուրիկ է անեմ, նենց կանես չթռնի քո վրա։ Սրանք է սամաններն է բոլորը, իրանք չափեր ունեն իրանց վրա գրված։ Ես անեմ։ Լցրա։ Դատարկի։ Հիմա կխառնենք, այստեղ 600-ից 650 գրամ մոտավոր մի քիչ ավել պակաս այլուրը, բայց եթե հանկարծ պետք լինի, որ պետք է ավելացնեմ, մի պուճուր էլի մաղեմ ու կավելացնեմ։ Ես անեմ։ Մաման մի հատ խառնի, որ քո համար հեշտ լինի։ Չեք մի բարձրացրա, որ չթափվի։ Դե արի արագ անենք, որ մեր սիրելիները շատ չսպասեն, տեսնեն վերջնական արդյունքը մեր պեչենիների։ Հա արևս, դե դուր սիրտս, մի հատ մաման խառնի տա։ Նայ, եթե ես պայմանավորվել եմ, չէ՞ որ չես խանգարելու ինձ, հիմա ես քեզ թողել եմ, արագ անենք տա։ Էսա ես որ խառնեմ, քո համար հեշտ կլինի։ Նայ մաման արագ այսպես։ Վախ, կոպով գլխի կոմոչ։ Պասիկ յանքս։ Հլը մենք ունենք էլի այլուր, նայեք ծորում հլը, ավելացնեմ։ Ես եմ ծորեմ։ Տեսնում են բոլորը, ավելացնում ենք այլուրը, հեսա մի հատ է խառնենք ու ձեռքերով արդեն պետք անենք, թող տղես։ Արդեն էլ հարիչով չի խառնվի։ Դե դուր։ Չէ, տես թրծնում ես։ Սաներա, բա ասում եմ, Նատարը նա տենց դուր տարում։ Հիմա արդեն կյանքս, երևի թե։ Նա տեն տարում արոր, հա։ Չէ, հիմա էլ մի արա հլվոր։ Անեմ հա։ Մի պուճուրի կարամ ու արդեն բանը կանանենք միջից, այդ չի խառնվում։ Հո, այդպես չեն ունի։ Արի պուճուրիկով դու լցրա, որ քո ձեռքին հարմար լինի։ Այս պուճուրիկով լցրա։ Հեսա անջատեմ գորգը, փռեմ, որ դատարկեմ խմորը գորգի վրա արդեն։ Ու արդեն անցնենք ձեռքի աշխատանքին։ Անջատեմ ես։ Սիրելիներս արդեն դատարկել եմ գորգի վրա, հլտաս հովջան։ Այսպիսի ես խմորի հարմարանքով հավաքում եմ խմորը, այլուր եմ լցրել, հիմա չէ, պետք չի կար արևս։ Հիմա այսպես ես ինքը պետք է այնքան տրորենք, որ կպչի իրար։ Այս հենց հիմա ես այնքան կանեմ, ինքը արդեն եմ, որ այլուր էլ չի, այսպես ասած լտաս տղես, ուզում,
Գորգի վրայից էլ լավ հավաքվում։ Դուր ես անում։ Րոպե կյանքս։ Այսինչ։ Հենց այսպիսի խմորել մեզ անհրաժեշտ է։ Այդ չի կպչում։ Դուր մլը տղես։ Են մոսը դուր։ Չէ, այնի ձևավորման համարը Հեսա այս սրա այս մյուս գլխիկով էլ սիրուն ուզորներ կանենք պեչենիների վրա։ Կսպասես ես վերջացնեմ նոր տամ, հա տղա, որտեղ ես ինձ րոպեն մեկ պետք է նայի գալիս։ Էսի ենքանով լավ որ հավաքում է գորգի վրայից։ Հեսա տալիս եմ, ով ջան, ես պրծնում եմ ասել։ Հələ բերանի կտ փագի, ես քեզ էլ եմ ասել։ 1000-ից փագի։ Պատրաստ է, հեսա բաժանելու ենք գնդիկների, մեր խմորիկը պատրաստ է։ Մեկ, այսպիսի փափուկ ձեռքերին չկպչող սիրուն խմոր ենք անում։ Բաժանում ենք հեսա տուրը տղես։ Գնդերի ու դնում ենք թավայի մեջ։ Վրան անում ենք ձու, դեղնուցը և ուզորներ ու դնում ենք թխվելու։ Այս այդ։ Ես դասաչը։ Հա? Մի արա էլի խնդրում եմ կպչող խմորա մի կպցիրա շորերի։ Հա, ձեռքերս այս ինձ անում եմ, դապակացնում եմ։ Այս ինձ անում եմ։ Պիցա եղավ։ Էսա։ Դες։ Ինչ չափ ուզենեմ կանենք, հով թևերդ խնդրում եմ են կոմտար։ Կպչող խմորա, բան մի արա, արևը շորիդ կկտնի ու դուր չի գա։ Ուզորներ կանենք ու կդնենք թխվելու։ Տուրի։ Կտրի, մեծ մի կտրի, տղես շատ մեծ մի կանը։ Այդ արում եմ, հավես, տարում եմ։ Մելետուր արևս։ Տարում եմ, Ես գիտեմ, որ դու կարում ես կտրտես, բայց դու վարկյանը մեկ ինձ խանգարում ես։ Այդ կտրիս տերից։ Հակարակ ես բրնում դու տղես։ Ես կողմնա կտրում։ Այդ էից բրնի։ Դե կտրի ես տերից բուտ։ Չէ, ստեից բրնի։ Դե կտրի ստեղ։ Այո, պլես։ Ես կես կասեմ, դու կկտրտես, եղավ բարևս։ Այսպես, անենք մի կտրի։ Չէ, շատ բարակ, թող, հով։ Խնդրում եմ թող, գործս մի դժվարացի արևս արագ անենք։ Անեմ։ Դուր մաման քեզ գոնե չափ ցույց տա, նոր արա էլի, համբերի։ Հով, սենց չենք անում։ Մի պուճուրիկ։ Մաման քեզ ցույց կտա։ Թող խմորը բաժանեմ այսենց երկար մասերի, որ գոնե այնպես գնդիկների պես կտրտես, հա։ Մի տղես։ Հեսա մաման քեզ չափ կասի կանես, դու մի կպի։ Չենց եմ բերնում։ Այո։ Ես աղտար ձարդքում։ Շող դու կկտրտես։ Բասի մաման քեզ չափ ասի մենակ թե, չէ, պուճուր մի արա։ Մեծ անեմ։ Այս դեից է։ Սու։ Այ։ Դե դուր ինձ։ Ինձ։ Հետի պուճուր մի արա։ Չէ։ Չէ, կպնելու է ձեռքերիդ, մի րոպե, հով ջան, մի րոպե։ Հելես ամ այստեղից արա, չէ, թող, սենց, մեջտեղից, դուր ինձ, թող, էտի հերիք է, վսյո, էտ մեկը տենց էլ հենց կդնենք, բայց սրունք շուտ փոքր եղավ, լավ, հեծա մի քիչ մեծ կանեն, Չտեղեցի ես, ոչինչ, մաման վերցրեց արդեն, Չէ տերտոտում, հա, էտ մեկը տենց կտրտի, բասի առաջ դնեմ քեզ հեշտ լինի, դուր մամայի, Ինչ եմ անում, հաջա, սպասում, մաման գասի քեզ, Ինչ ասա, անեմ, հա, կտրի, այստեղից կտրի, Մայի, չէ, այդ էից, ինչ եմ անում, հա, չէ, Շոտ տեղով, թող բարևս, շոտ, Էսի մի պուճուրիկ այդեղից կտրի հանի, որտեղ շատ մեծ է, չէ, այստեղից, հա, էդի շատ, էդի թող մնա, Էդի ինչ անեմ, դու մի արա, արևս ձեռքերիդ կպնում է, կքսվի հիմա շորերից, դիրը սրա վրա կտրի,
Հիմա սա այսպես դնեմ այստեղ։ Տուրի դիմամային։ Նոմեն, դե կտրի։ Այ։ 1 ապրես։ Արի միասին արագ-արագ, այհա, 2, 3, 4։ Ահա։ Հիմա սա է, արա ու վերջ։ Հիմա դու կարող ես արդեն գնաս։ 1, 2, հա։ 3, 4։ Դե վсё, հիմա դե ձեր չես տալիս էլ արդեն։ Այնպես փոճուրիկով խառնել իրար։ Նա ինձ տալու, հա։ Ինչի համար, որ դու սենց անես, նայ մամայի ձեռքերին ինչքան շատ խմոր է եղել։ Դու չես կարող։ Տալու է։ Մի քիչ մեծ, մի քիչ փոքր, չափը դուք ընտրեք։ Սիրելիներս, չի խանգարում։ Հա տալու անեմ դամ, հա։ Չէ, ընդերից չանես։ Անեմ դամ։ Ով ջան, մի մտի ալուրը։ Ով չեմ անի։ Դե գնա անդե խաղա։ Գնա Սոնայիդ մոտ։ Ահա մենք արեցինք, հովին ուղարկեցի, որ նստի այնտեղ մուլտիկ նայ, Սոնան հլը նկարում է։ Սիրելիներս ուղարկեցի, որ ինքը այստեղ ամբողջ խոհանոցը ալյուր չանի։ Ուզում էր արդեն թաթախվեր ալյուրի մեջ, բայց չթողեցի, ուղարկեցի իրան բան տվեցի, որ ուտի ու գնա այնտեղ իր համար զբաղվի մուլտիկով։ Թե հասկանում եք երեխային ուզում է, բայց դե ամեն անգամ չեմ թողում, որովհետև ամեն անգամ պետք չի, որ ինքը ես իմ խառը գործերի մեջ ոտքից գլուխ ալյուր լինի ու ես հետո չհասցնեմ իրեն մաքրեմ, խոհանոցը մաքրեմ, հաց դեռ ունեմ պատրաստելու երեկոյան ուշ ժամի, ոչ թե ուշ ժամի, այլ ընթրիքի համար։ Ու այսպես հասկանում եք ինքներդ, որ խոհանոցը որ քանդվի, խառնվի, հազիվ հասցնեմ խոհանոցը մաքրեմ։ Ուրեմն այսպես կանեմ, մի սիմիել կտանեմ։ Նայեք, ասենց հիմա ես սրանով փորձեմ, պատերը քաղով էլ կարող եք անել։ Սրանով փորձեմ ուզորներ անել իրա վրա։ Կարող ենք ձուն քսել, նոր չգիտեմ ոնց է ճիշտ անել նոր։ Այսպես սիրուն գեղեցիկ ուզորչիկներ, հենց մեկ ինչա, չէ, էսի մեծոտ է, ավելի մեծ։ Աների կարող ենք այսպես, այ, սենց որ քաշում ենք, հենց պատառաքաղի նման է լինում։ Կարող ենք այսպես կողքերով գեղեցիկ անել, տեսքն էլ է, չէ, կարևոր որ տեսքն էլ սիրուն լինի, տրամադրի անխորժակին, բացի ուտելու տրամադրի։ Հեսա մի ժամից երևի թե մութը պնգնի անձրևը կտրվեց, ձունը հալվեց, լավ է չմնաց ձունը։ Արդեն ուզում ենք, որ տաքերը ընգնի, դուրս ուներ սանենք, հոգնեցինք ձնվեց, այսպես, նայք, սովորական, այսպես ուզորներ եղավ, հիմա կստանք վրան դեղնոցը, ու դնենք ջառոցը նախապես ասեցի, տաքացրած 200 աստիճանի տակ։ Ես շատ սիրում եմ, որ այս պեչենիները իրանք լավ, այսպես գեղեցիկ, կարմրաթուշիկ են լինում ու այդպես էլ հանում են, թողնում եմ լավ կարմրում են ու այդպես սիրուն հանում են։ Փորձեք սրտիկներս չմոռանամ պարտադիր բաղադրատոմսը գոնե թողնեմ մեկնաբանությունների հենց սկզբում, բան կանեմ իմ Զագրեպից կանեմ, վերևը կթողնեմ հենց մեկնաբանությունների բաղադրատոմսը անպայման, որովհետև հետո ճիշտ եք ասում բաղադրատոմսը ուրա թողնեմ, մոռանում եմ ուրա։ Հələ դուք մի հատ իմ վիճակը պատկերացրեք, որ երեխաների հետ, հովուլը գերակտիվ, լիքը անելիքներ եմ անում օրվա ընթացքում, մոնտաժի ժամանակ արդեն
բաղադրատոմսերն եմ մոռանում թողնեմ նախապես, բայց հետո որ հարցնում եք, պարտադիր գրում եմ, խնդիր չի, հարցրեք, թեկուզ որ մոռանում եմ սիրելիներս կգրեմ, դա պրոբլեմ չի։ Բայց ճիշտ է, որ այո, նախապես թողնենք բաղադրատոմսը։ Հիմա մենք կթխենք ու ես արդեն ձեզ ցույց կտամ պատրաստի։ Կպատրաստեք, կգրեք ինձ, թե ձեզ մոտ ինչպես ստացվեց, ինքը շատ համեղ պեչենիներ է, շատ համեղ։ Ունեմ ջեռոցը թող թխվի, արդեն պատրաստ վիճակում ցույց կտամ։ Սիրելիներս, ահա եւ մեր պեչենիները պատրաստի, մեղրով պեչենիները, անվանումն այդպես, որովհետեւ իր մեջ մեղր է գնում, սովորական պեչենի չի։ Նայեք ինչքան գեղեցիկ, ախորժելի ու համեղ պեչենիներ են ստացվել, բա բույրը, որ չեմ կարող ձեզ փոխանցել։ Անպայման պատրաստեք այս բաղադրատոմսով եւ կգրեք մեկնաբանություններում, թե ովքեր պատրաստեցին, փորձեցին եւ ինչպես ստացվեց։ Ինքը շատ լավ է ստացվում, տաք են դեռ, բայց կուզեի մի հատ կիսեի ու մեջն էլ ցույց տայի ձեզ, թե ինչքան լավն են ստացվել։ Շատ համեղ է, սիրելիներս, պարտադիր փորձեք։ Խորհուրդ եմ տալիս, շատ հեշտ է, շատ համեղ է ու շատ լավն է ինքը ստացվել։ Եկեք ես մի հատ կիսեմ ու ձեզ ցույց տամ, թե ինչքան լավն է ներսում ու մեջը ցույց տամ ձեզ։ Ահա կիսեցի, շատ տաք է, ես կուզեի թողնեի սառեր նոր, ինքը այսենց մատերս վառում է, չեմ էլ կարողանում նույնիսկ վերցնեմ, բույրն էլ ընտիր, շատ լավն է, սիրելիներս, անպայման փորձեք ու կիսվեք ինձ հետ, թե ինչպես ստացվեց ձեզ մոտ, դե ինչ, բոլորից բարի ախորժակ, սուրճ դնեմ ու վայելեմ իմ գեղեցիկ, իմ սիրունիկ, իմ փամփլիկ, շատ փափուկ է ինքը ներսից, նայեք դուրս է այսպես կարմրաթույր, գեղեցիկ, բայց ներսը փափուկ է, խրխրթան, երեսն է մենակ խրխրթան, իսկ ներսը ինքը փափուկ է, նայեք ինչքան լավ է ստացվել։ Այսքանը, սա էլ այսօրվա մեր պեչենիները։